Հաղորդման գործընկերն է մարզերի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպություն է, որը տարբեր կամավորական, նախագծահեն կրթաժամանցային ակտիվությունների միջոցով ստեղծում է մարզերի երիտասարդ առաջնորդների ցանց։ Էլինա ջան, ողջույն, մերսի, որ ընդունեցիր հրավերս։ Ողջույն Մարիջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Շատ լավ։ Լսի, դու մի հատ ոնց ես եմ ընկալում, մի հատ լույս ես, որ եկել ես մեր տարածաշրջան, ու ոնց որ ես քո մասին չգիտեի մի ամիս առաջ ինձ թվում է, բայց հետո որ նկատեցի ինչ մեծ շարժ եք առաջնորդում հավեսով ու հատկապես այն օրը որ տեսա Սարատովկա գյուղում Լոռու մարզի ոնց է չեղած տեղը տոն սարքում, հա, ոչնչից տոն, հասկացա, որ այս առաջնորդ մարդիկ իրանք ոնց որ բան են։ Տենց մի հատ հասկացություն կա, սուրճ մարդիկ, որ ջերի մեջ գցում ես, գույնը փոխվում է մի անգամից, էլի։ Հետո նաև ոնց որ իմացա, որ ամուսինդ Երևանից է, ծրագրավորող է ու ոնց որ դարավ շատ հետաքրքիր մի հատ պատմություն, որ եկել եք Երևանից, դե դու նաև Արցախից, հիմա կխնդրեմ արդեն դու պատմես, ոնց եք հայտնվել Սարատովկա գյուղում, ինչ եք անում, ինչով եք զբաղվում, ոնց եկաք այդ որոշմանը, ինչ եք ուզում, ինչ եք կորցրել, սենց էլի, որտեղ հիմնական նպատակը փորձի փոխանակումն է մարդկանց համար։ Շնորհակալ եմ խոսքերի համար, Մարիջան։ Արցախից տեղափոխվելուց հետո արդեն անընդհատ փնտրում էի ես գյուղում տուն, որովհետև ես չեմ սիրում քաղաքում ապրել, չեմ կարող այդ շենքերի մեջ ապրել, այդ աղմուկը, խցանումները, որ իմ կյանքից է գնում։ Չհարմարվեցի ես քաղաքի կյանքին ու անընդհատ գյուղ էի ուզում, իսկ ամուսինս էլ շատ է սիրում գյուղը ու խնդիր չեղավ մեր գյուղ տեղափոխվելը, բայց գյուղ գալու համար ես նաև ուզում եմ գյուղում զբաղվել մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ, Արցախից գալուց, չգիտեմ տեղյակ ես թե չէ, գաղթի ճանապարհին 3 հատ հավ ենք գտնում կենդանի, ու այդ հավերը 6 հատ էին, 3-ը սատկած, 3 կենդանի ճանապարհին ծույլ է ածում ու խնդրում եմ, որ այդ ծուն խաշեն, բալիկս ուտում է, ոչ մի սնունդ այլևս չունեինք։ Ու այդ հավերը տենց իմ համար շատ կարևոր թանկ հավեր էին արդեն, կապնվել է, որ ասում իրանց հետ, որովհետև սովից փրկեցի նաև իմ աղջկան։ Իսկ ծնողի համար տեսնել իր բալիկին սոված այդ շատ ահավոր բան է, էլի, որ քեզանից ոչ մի բան կախված չի։ Իսկ հետո արդեն Հայաստանում համտեսելով City ու նման խանութների սնունդը հասկանում էի, որ ամեն ինչ փայլում է, ամեն ինչ մատչելի է, կա տեսականին լիքն է, բայց ոչ մի բան համով չի։ Իսկ ես սովոր եմ 23 տարի ապրել եմ Արցախում, սովորել եմ ավելի շատ ամեն ինչը բնականին, ամեն ինչ ավելի համով էր, տնական էր, հողից դուրս եկած, քիմիաներ համայրը չկան, իսկ ցավոք սրտի մեր մոտ Հայաստանում այդ խնդիրը մեծ է, ավելի շատ աշխատում են արտաքինի վրա, քան թե որակի համերը ինձ ընդհանրապես դուր չեկավ։ Ու միտք առաջացավ զբաղվել թռչնաբուծությամբ, տնական հավի ծվի արտադրությամբ զբաղվեմ, այսինքն տեսնում էի, որ երեխաներին շատ պետքական բան է, բայց որակով բան կներես, բայց չկա։ Ու Facebook-ում post արեցի, ասեցի, որ ուզում եմ տեղափոխվեմ գյուղ, փորձեն օգնեն գյուղում տուն գտնել։ Իմ ընկերներից շատերը սկսեցին գյուղերում տարբեր տեղեր տուն փնտրել, եկանք նայեցինք հարմար տարբերակներ չգտա։ Մի 3 անգամ եկա Լոռի, շատ է ուզում հենց Լոռիում, որովհետև շատ է նմանեցնում բնությունը Արցախի բնության հետ ու ժողովուրդն է, ես մտածում էի, որ ասում են միամիտ լոռեցի, ես մտածում եմ ոչ թե միամիտ են, այլ պարզ ու մաքուր են, այդ են։ Դրա համար ինձ գրավեց ժողովուրդն ու բնությունը ու տարբեր գյուղերում տուն փնտրելուց հետո իմ ընկերներից Տաթևը գտա Սարատովկայում տուն ու եկանք, հասկացա, որ այնա ինչ փնտրում եմ։ Ուղղակի ես խաբնվեցի Արցախի հետ, նրանով, որ բնությունը եղանակ, այսինքն մեր մոտ ուղղակի մի քիչ շատ ցուրտ է, ես ցուրտը չեմ սիրում, տաքն եմ սիրում, որ անընդհատ շարժվելը, հողամասի հետ աշխատելը ստացվի, էլի։
Այդ ամենակ մինուսը, որ ցուրտ է, բայց այդ էլ մտածում եմ, որ մեր տարբերությունն էլ հենց այդ է, որ լորին միշտ խոնավ է ու միշտ ցուրտ է։ Բայց ընդհանուր ժողովուրդն է շատ լավ է լորիում ու բնությունը շատ լավն է, իսկ մենք այստեղ զբաղվում ենք թռչնաբուծությամբ, ամուսինս մասնակցությամբ ծրագրավորող է, ես բանասեր եմ ավարտել, հայաց լեզվագրականություն եմ ավարտել, նաև ունեմ խոհարարական կրթություն, հրոշակագործություն, տարբեր մասնագիտություններ, բայց 10 տարեկանից նաև զբաղվել եմ մեղվաբուծությամբ, Արցախում ունեի իմ սեփական փեթակները, իմ մեղր ունեի ու գյուղում նորից ուզում եմ սկսել զբաղվել մեղվաբուծությամբ։ Ուղղակի հիմա որ սպասում եմ երկրորդ բալիկին, խնդիրը այդ է, որ դեղորայք բան օգտագործում եմ դեղերի հետ մեղուների հետ աշխատել այս պահին ինձ թույլատրելի չի, ցանկալի չի, բայց նաև նենց ստացվեց 1 տարի անց ծնողներս, քույր եղբայրս նաև տեղափոխվեցին հենց մեր գյուղ, մեր տնից մի քանի տուն արդեն իրենք են, արդեն մայրիկս կարա զբաղվի մեղվաբուծությամբ, ես կօգնեմ այս տարի, մյուս տարի արդեն ես կանեմ։ Իմ համար ամենահետաքրքիրը այն է, որ ամուսինս ամբողջ կյանքը աշխատել է ծրագրավորող ա եղել, իսկ հիմա բռնում է, ոնց ես եմ ասում, պահը հողամասում է աշխատում, հավերին է կերակրում, այդ իմ համար, բան ասեմ, առաջին զոհս դու ես, որ կարողացել եմ տեղափոխեմ գյուղ, կոպիտ ասած, որովհետև շատերը սիրում են գյուղը, սիրում են գալ հանգստանալ, բայց չեն ուզում մնան գյուղում։ Իսկ ցավալի է տեսնել, որ գյուղերում երիտասարդներ չկան, մեծ մասը մեծահասակներն են ու դա շատ վատ է, դատարկվում է գյուղերը, իսկ ես ուզում եմ, որ երիտասարդներին ցույց տամ, որ պարտադիր չէ հասնել Երևան, ճիշտ է Երևանում հնարավորությունները ավելի շատ, ավելի մեծ է ամեն ինչ, բայց կարող ենք մենք մեր գյուղը զարգացնել, մեր գյուղում մեր բիզնեսը ստեղծել ու խորհուրդ կտամ շատերը տեղափոխվեն գյուղ, որովհետև գյուղից լավ տեղ չկա իմ համար։ Էլինա, ես ճիշտ հասկացա, չէ՞ որ այդ հավերի պատմության հետևանքն ա եղել են, որ հիմա թռչնաբուծությամբ ես զբաղվում։ Հա, այդ հավերը մինչև հիմա կան, իրանց ասում ենք տեղահանված հավերն են, շատ ուշադիր ենք իրանց հանդեպ, հենց իրենք են մեզ մոտիվացրել, որ այդ ամեն ինչը սկսվի։ Այդ հավերը մինչև հիմա կան, մինչև իմացու են անցում, տարբերություն չենք դնում ոչ մեկի մեջ այդ հավերի, ունեմ տարբեր սորտի հավեր, ունեմ կանաչ գույնից ու բաց վարդագույն, սպիտակ, կարմիր, տարբեր կապույտ, կանաչ, տարբեր գույների ձվեր ունեմ ու նպատակը մերն է, որ որակով լինի ամեն ինչ տնական է։ Ոնց է որ գյուղում գնում ես տատիկի տուն, ունենում է 10 հավ, 10 հատ ծուն հազիվ սենց դասավորում է, տալիս է քեզ ամենաիսկական մաքուրը, մենք էլ նույնն ենք անում, ուղղակի ավելի սիրուն ձևերով հաթեթավորում ենք ուշադրություն դարձնում բրենդին, բայց որակը պահպանում ենք։ Ես Ստեփանավանում կարող եմ առնել դրանք։ Հա, կարող պետք է պատվիրեք ու հենց այդ օրվացում տալիս ենք, հա, հաճախորդներին ամեն օր առաքում էլ անում ենք դեպի Երևան, արդեն ինչ սկսել ենք առաջին օրվանից մինչև այսօր ունեմ նույն հաճախորդը մշտական, որ արդեն հաճախորդ է դարձել, մինչև այսօր բոլորը գոհ են ով վերցրել են, դժգոհող չի եղել։ Բայց Երևան առաքելը ձեռա տալի։ Հա, հարմար է ստացվում։ Եթե արդեն քանակը մեծացնենք, առաքումները անվճար կլինեն, այս պահին վճարովի է, սիմվոլիկ գումար վճարում են ու վարորդը տանում է, բայց հետագայում արդեն նենց կլինի, որ տնից տուն կտանեն, ավելի հարմար կլինի ժողովրդին, բայց նաև այդ է մեր նպատակը, որ չռոբոտացնենք ժողովրդին, այլ շարժվեն տնից դուրս գան, այդ ակտիվությունը Ոնց է կոչվում բրենդը, Էլինա ջան, հնչեցնենք։ Աղջկաս անունով ենք որոշել, կոչումը Լուսեցին, աղջկաս ան Լուսեյա, հենց ամենաշատ ինքն է մեզ մոտիվացնում, ինքը ընդամենը 3.5 տարեկան է, բայց 2 տարեկանից սկսած ամեն ինչի մեջ կա, մեր հետ հավասար համ հողամասում է աշխատում, համ այդ հավերի հետ կապված, համ մանկապարտեզ է հաճախում, կոչումը Լուսեցին, ունենք ինստագրամյան էջ, վաճառքը այդտեղով ենք կատարում։ Հայատար Լուսեցին։ Հա։ Ընտիր։ Էլինա, երեք մի հատ ալիք կա YouTube-ում, կոչվում է անկյուն գումարած 3, աչքովդ ընկել է։ Ճիշտն ասած չեմ նկատել, չէ։ Դե ֆիքսի, հետո կհասկանաս եմ ասում, ալավերցիներն են,
պատտվում են լոռու գյուղերով, խոսացնում են մարդկանց, փոխանցում են այն ամենա իրական պատկերը, այն մակրությունն ու բարձրությունները, հա, հերթական գյուղի տարեցներին են խոսում, որտեղ երիտասարդներ կամ քիչ են, կամ կոմպլեքսավորված, հա, եւ դες տխրեցի էլի, որ պատկերը լավը չի, ընկերոջս հետ միասին ինքնամ, չգիտեմ ինչի մտքովս անցավ, մտա Instagram, որը ես չեմ սիրում իրականում, բայց մտա, որովհետև ընդդեմ մի հատ hashtag կա, հա, slow life, ծանոթ է այդ փիլիսոփայությունը քեզ։ Հա, այդ մեկին ծանոթ եմ։ Այդ hashtag slow life եւ բերեց ռիլեր։ Դե ամենապրոֆեսիոնալները, ամենալավերը միլիոնավոր դիտումներ ունեն ու ցույց է տալի ու դա հասկանալի չէ որ լավագույն անկյանտակ են ցույց տալի գյուղի կյանքը այդ բնության ձայները, այդ խաղաղությունը, այդ առողջ սնունդը, հա, այդ ներդաշնակությունը, չշտապելը վերջի։ Եվ մտածում էի, որ եթե այսպիսի կենսակերպ, ընդ որում բոլոր հոլովակներում երիտասարդներն, ընդ որում հենց երիտասարդներն էլ էս փիլիսոփայություն ու կենսակերպի նարատիվը առաջ են տանում, էլի։ Սա օքեյ, պարտվում է ուրբանիզացիային, բայց կողքից համաշխարհային sense հավեսով տենդենսա։ Իսկ պայքարը իրական մեր գլխի մեջ է, ինչպիսի ապրելակերպ ենք մենք ընտրում։ Վազք, ստրես, դեպրեսիա, համեմատվել, թե կանգնել, վայելել, չհամեմատվել, բնությանը մոտ լինել, ստեղծագործել, հա, ու sense ճիշտն ասած, հենց այդ նույն պահին գիշերը, եթե նկատել ես քեզ գիշերը քանսին եմ, չէ՞ գրել։ Այդ նույն պահին մտքովս դու եկար, որ դուք եկաք ավելի ճիշտ, որ եկել եք հենց Սառատովկա գյուղ, հենց այդտեղի հողն եք վայելում, օդն եք վայելում, մարդկանց եք վայելում ու չեք շտապում, հա, այսպես խոսքը բանի մասին է, էլի ուրբանիզացիայի բնորոշ վազքը, ամեն րոպեն փող է, բան, այսպես մենք հաջողակ ենք, հաջողակ չենք, եւ այլն, ու նաև հասկացա երիտասարդների հետ կիսվեցի, ասեցի մի քիչ ուսումնասիրեք էլի այս շարժումը։ Հարգելի ընկերներ, Մարզե երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը առաջարկում է դառնալ մարզեցի որևէ երեխայի զարգացման հանձնառու։ Ռեարմենիա հարթակում բաժանորդագրվելով ամսական 8000 դրամով։ Մանրամասները կարող եք տեսնել այս հոլովակի տակ։ Դրա դիմաց մեր կազմակերպությունը տվյալ երեխայի մասին 2 ամիսը մեկ մանրակրկիտ հաշվետվություններ կուղարկի, որպեսզի դուք տեսնեք նրա աճը ամենատարբեր ուղղություններով, ինչպես նաև կկազմակերպի ձեր դեմարդեմ հանդիպում։ Շնորհակալություն։ Մի խոսքով հենց ձեր հետ ասոցացեցի, ոնց եք դուք կարողանում վայելել ու իդեպ շատ էլ գեղեցիկ ցույց եք տալի, ինչը շատ կարևոր է, շատ կարևոր է։ Ու ես նաև նկատում եմ, ճիշտ է նկատում ամուսին այդ Վահեն, որ ցույց է տալիս հենց այս թիրախային երիտասարդությանը աչքահաճո, հա, ձևով ու աչքին հաճո կանալներով, այդ նկարներով, ռիլերով եւ այլն։ Չգիտեմ, էսի պատում է, էլի ինչ որ հարց չի տալիս։ Չգիտեմ, ես որ քեզ եմ մտաբերի այդ բան լավ եմ արել, թե չէ։ Էսա հարցս։ Լավ ես արել ապրես։ Իրական հիմա որ նմանատ աշխատում եմ երիտասարդների հետ, միտք առաջացավ, պատմեմ այդ ոնց առաջացավ, գյուղում դե բոլորի հետ շփվում եմ, տեսակը շփվողը, ճիշտ է իմ տարիքի չկա ոչ մեկ, ինձանից մի 40 տարով են մեծ, 30 տարով, 20 տարով, բայց բոլորի հետ շփվում եմ, ու նաև կան երեխաներ, դպրոցականներ, ու տենց մի օր ընկերներից մեկի հետ խոսում եմ, ասում եմ, բան, ինչ հետաքրքրություններ կա գյուղում երիտասարդների համար, ասում եմ, չկա ոչ մի հետաքրքրություն, իրանք սպասում են դպրոց ավարտվեն ու տեղափոխվեն Երևան։ Էդ են մտածում, որ դեպի Երևան այնտեղ է կյանք, գյուղում կյանք չկա։
ասում եմ ինչի ինչ որ մի բան չես ստեղծում, որ քո կողմը հավաքես երիտասարդներին ու բան, քո օրինակը իրենց ցույց տաս։ Օրինակ ես 10 տարեկանից սկսել եմ զբաղվել մեղվաբուծությամբ, դրա հետ դպրոց էի գնում, գյուղում տատիկների հետ տեսնում էի ոնց են հողը մշակում, ինձ այդ ամեն ինչը դուր էր գալիս, օգնում էի տատիկներին ու տարբեր ոլորտներում փորձել եմ ինձ գտնել։ Ես տենց սովորություն չունեմ, ընտրեմ մի հատ ճանապարհ, ուղիղ գնամ, ես սիրում եմ անդադ ճանապարհները փոխել ու ինչ-որ նոր բան քաղել, այսօր էլ Վահի հետ խոսում ենք, ասում է ամեն մի նոր ճանապարհը մի հատ նոր ստրես է, բայց ոնց որ մի նոր կյանք լինի, համամիտ եմ, թե չէ ուղիղ գնալով նպատակ դնես, որ վերջ դու իրավաբան ես ու վերջ, մենակ այդ դատարան, չգիտեմ, այդ հարցերն Ես օրինակ տենց չեմ կարող, ես օրինակ սովորել եմ բանասիրական, բայց հետո խոհարարություն, հրուշակագործություն, sense տարբեր ճյուղեր ամեն մեկը բացվել ու էտա ուզում եմ, որ երիտասարդներն են, նկատել եմ դպրոցներում, նամանտավակ դպրոցներում, որ զուտ ուզում են այդ երեխաները լավ սովորեն, գնան Երևան, բարձրագույն, դեպի դուրս, բայց այդ չեն սովորացնել այդ երեխեքին, որ կարաք հետո գաք ձեր համայնքի համար մի լավ բան եք, այդ ընկերներին, ձեր բարեկամների, երեխեքին, չգիտեմ, ծանոթներին ու էտա, որ ես այս ծրագիրը որ առաջարկեցի, որ ուզում եմ երիտասարդների հետ ոչ թե մենակ ինչ որ կրթական լինի, այլ նաև պրակտիկ, այսինքն իրենք դուրս են գալիս իրենց հողամաս, բայց չեն հասկանում, որ ամբողջը թեյերի տեսականի է, ասենք ուրց է այնտեղ տարբեր խոտաբույսեր, որը կարող են համ բիզնես ստեղծել, բնական թեյերի տեսականի, ես միշտ զարմանում եմ, որ մենք հայերս թեյ ենք գնում, որովհետև ամենաօգտակար ու իսկականը մեր մոտ է, բայց անում ենք այն հին ավանդույթներով, այդ չորացնում ենք արևի տակ, չգիտեմ ինչ, բայց այդ ամենը սխալ է, պետքա ճիշտ ձևերով անել ու օգտակար հատկությունները պահպանել ու հիմա տեսնում եմ, որ աշխատելով 38 եւ ավելի երիտասարդի հետ, ինչքան բան են, իրանք պահանջում են անդադ քեզանից նոր ինֆորմացիա, բացի դպրոցի դասերից չեն հոգնում, պարապմունքներ են գնում, այլ բաների են մասնակցում, բայց իրենց շատ հետաքրքիր է մեր հանդիպումները։ Օրինակ միկրոկանաչների մասին ենք խոսում, իմ ընկերներից մեզ հյուր էր եկել Միքայելը, որը ապրում է Հոբարտի գյուղում, բայց զբաղվում է միկրոկանաչներով, տարբեր բաներով զբաղվում է, բայց օրինակ երեխաներից ոչ մեկ չգիտեր միկրոկանաչին ինչ է։ Հիմա օրինակ շատ պահանջված բան է, թեկուզ շրջափակման ժամանակ էլ Արցախում միկրոկանաչին շատ պետք էր գալիս մեզ ու օգտագործում ենք այդ, որովհետև բանջարեղեն չկար, Խոսքով երեխաները միշտ ասում եմ, սենց կոպիտ ասած խմորի նման հատկություն ունեն ու տվյալ մարդուց է գալիս, թե այդ խմորից կարա քաղցրաբլիթ ստանա, թե թթու խմոր։ Այսինքն ավելի լավ է քաղցրը ստանաս ու երեխաները տենց են, իրանք շատ հետաքրքիր է իրանց հետ ու գյուղի երեխաներն էլ այնքան սենց պահանջ կոտ են, ուզում են նոր բան սովորեն, շատ լավ էլ ուզում են այդ ամեն ինչը ու ուզում եմ նենց անեմ, որ չցանկանան գնան գյուղերից, ուսման համար Երևանում գնան ուսում, ստանան, չգիտեմ, Վանաձորում, բայց փորձեն հետ գալ ու թեկուզ ամուսնանան գյուղում, ընտանիք կազմեն, իրենց երեխաներն են, սիրեն գյուղը, ամենաառաջինը այդ ենք փորձում անել, որ չգնան։ Բոլորը չգիտեմ ինչի մտածում են, թե պետք է ինչ-որ մեծ շահ ունենանք, որ նման բան ենք սկսել, չգիտեմ, մտածում են, թե ես ինչ-որ գումարներ եմ աշխատում այդ ամենը համար, բայց չէ, ամենամեծ օգուտը իմ ու ամուսնուս այդ է, որ մենք երեխաների համար լավ բան անենք ու չփորձենք մտածել, որ պետքա իրենք բոլորը կարմիր դիպլոմով ավարտեն ու վերջ գյուղատնտեսության հետ գործ չունեն, չգիտեմ, այդ ամենից հեռու մնան, որովհետև պրակտիկան նաև այդ է ցույց տալիս, որ պետք է այդ ամեն ինչը իրանց ես սովորացնում եմ, եթե օրինակ ես զբաղվում եմ թռչնաբուծությամբ, ես համոզված եմ իմ ապրանքի որակի վրա, ես կարող եմ շուկայականից ավելի բարձր գնով վաճառել ու սովորացնել դիմացինին, որ հարգի քո աշխատանքը, որովհետև մենք աշխատում ենք մաքուր, այսինքն ոչ մի քիմիական բան չենք տալիս, ոչ մի հավելումներով չենք կերակրում հավերին, նույնը իրանք կարող են հիմա շուկայում այնքան շատ են թեյերը կանին, բայց ընդհանրապես ուրցի մի հատ sense բարակ ջուղերա նորմալ տեսականի էլ չկա, բայց իրենք կարող են սկսել նույնը անել երկու հոգով, մեկը կարող է տոպրակների վրա սիրուն նկարել, չգիտեմ, եթե նկարչությունից մոտիկա ու փորձեն իրար բիզնես
փոքր տարիքում տարբեր հանդիպումներ ենք կազմակերպում, տարբեր մասնագետներ են գալիս ու շատ եմ ուրախանում, որ հաճախ ենք շեշտում Տաշիր անունը կամ մեր գյուղի անունը, որովհետև ես շատ եմ կապնվել, ես ասում եմ, եթե Արցախում չծնվեի, հաստատ Տաշիրում եմ ծնվելու, Տաշիրում կծնվեի, չգիտեմ, շատ այնց դուր գալիս էստեղ ամեն ինչը ու չեմ ուզում, որ երիտասարդները գնան, դատարկվի, որովհետև ցավոք սրտի Հայաստանում շատ գյուղեր են, որ դատարկվում արդեն ու շատ եմ կռիվանում, ասում եմ բոլորը կան գյուղ, նմանդ արցախցիներ ասում եմ, եթե միշտ ապրել են գյուղում են մարդիկ, հիմա եթե կան գյուղ, ինչքան լավ կլինի, ինչքան կզարգացնեն, համ երեխաները շատ կլինեն, համ գյուղատնտեսությունը, չգիտեմ, ինչքան կզարգանա, շատ եմ պայքարում, հիմա արդեն ծնողներս տեղափոխվեցին, արդեն իրենց տնից 5 հոգի տեղափոխվել է գյուղ, արդեն համար մեծ sense կճիճկա եկել որ իր մոտ ստացվեց, ինչ որ մարդիկ տեղափոխվեցին գյուղ, որովհետև իրոք, եթե գյուղի ժողովուրդը չլինի, քաղաքում չեն կարող ապրել այդ հաստատ, ոչ առողջ սնունդ ընդհանրապես չի լինի։ Ես քեզ խորհուրդ կտամ շատ չվիճես, այլ ավելի այդ էներգիա ծախսես իր այդ ինչ որ գանում ես դրա փաթեթավորման վրա, որտեղ վեճերը բևեռացնում են իրականում, ամեն մեկը իր կարծիքին է բանանում, ու եթե մի քիչ առաջ կային դեռ կապող կամուրջներ, դրանք էլ են քանդվում, այլ ճիշտ հակառակը, ավելի շատ էներգիա ծախսես, ավելի կրեատիվ, ավելի բան։ Ես իզուր չասեցի էլի այդ հեշթեգը խորհուրդ եմ տալի խորանաս ու նաև այնքան գեղեցիկ է ներկայացնել այդ կյանքը, որ մարդկանց գրավել արդեն բանը նարատիվով էլի ոչ թե ասենք բան մտնել վեճերի դաշտ։ Ինչ վերաբերում է երեխաներին, այլ երեխաներին դպրոցից դուրս պարտադիր կրթությունը շփվում է պետք, որովհետև շատ կարևորում են դպրոցը ու դպրոցի դերը, բայց դպրոցը ինքը ճկուն համակարգ չի եւ երեխեքը դպրոցում դառնալու են, չգիտեմ, ոնց ասեմ, որպեսզի մարդ լինի կյանքի գերազանցիկ, ինքը դպրոցից դուրս էլ պիտի կարողանա հարցեր լուծել։ Մենակ դպրոցի գերազանցիկները շատ հաճախ կյանքում գետնի վրա հարց չեն կանգնած, որովհետև դպրոցից դուրս կյանքը չեն ճաշակել, չգիտեն ընդեր ինչպես արձագանքել ընդեր մարտահրավերին, հա, ինչ կա չկա եւ այլն։ Իհարկե իդեալական դեպքում եւ դպրոցում պետք է լինել գերազանցիկ եւ կյանքում, բայց հաճախ մեր դպրոցի գերազանցիկները կյանքում ծույլիկ են գետնի վրա եւ հակառակ։ Ես քո հետ ու այն մարդը որ շփվում է մարդու հետ թեկուզ ես երեխաներին ասում եմ հողի հետ շփվելն էլ շատ ինքը մարդուն հանգստացնում է ու այն մարդը որ արդեն շփվում է տարբեր մարդկանց հետ հետագայում եթե ինչ մասնագետ էր դառնում է շատ եմ հանդիպում կարմիր դիպլոմով ավարտած մասնագետների ովքեր դիմացին հետ խոսելու հասարակ տակտը չունեն կոպտում են չգիտեմ այնքան կոպիտ են խոսում հասկացանք որ դուք գերազանցիկ եք ավարտել դուք համալսարանը իդեալական ավարտել եք, բայց այն տարական բաները գոնե մարդկանց հետ պետք է ունենանք, բայց շատերի մոտ նկատում ես, որ չկա։ Իսկ եթե այս տարիքից արդեն իրանք իրար հետ շփվում են, այդ կապը կա, հետագայում չեմ կարծում, որ տենց շփվող մարդը կարող է ինչ-որ կոպիտ բժիշկ լինի կամ չգիտեմ։ Այո։ Ցավոք սրտի ժամանակը սպառվում է, մենակ կարամ ասեմ, որ այս նարատիվը եթե ուժեղանա, ինքը շատ նո հասկանալի չէ, որ մարդկանց գլխում է պետք հաղթել, վարքագիծը կլինի հետևանք։ Եթե այստեղ դու հաղթեցիր, համոզեցիր, հա, ապա իր վարքագիծը լինելու է հետևանք։ Հենց որ սա համայնքային պայքար է, դրա պատճառներից մեկն է, որ ես այստեղ հրավիրում եմ sense մարդկանց, հետո էլ Լինա ջան կապում եմ իրանց, որպես համայնք փորձում ենք զարգացնել, հանդիպել, իրար քննարկել, փորձի փոխանակում անել, համատեղ աշխատանքներ տանել, հա, միասին ոգևորել մեր երեխաներին, օրինակ ծառայել, հա, օրինակ ես քեզ հեսա մի հատ բազա եմ տալու 100-ից ավել մարդ, ովքեր շատ ժամանակակից մասնագիտություններով, բարձր աշխատավարձով, նույնիսկ այս արտաքինով, հա, ժամանակակից գեղեցիկ երիտասարդներն, ովքեր հենց Երևանից ու արտասահմանյան զարգացած երկրներից տեղափոխվել են մարզեր, գյուղեր, ասենք դա, ասենք զենք է, հա, մենք ինչ մենակ գործես, ինչ համայնքով գործես։
Քանզի ժամանակը շատ քիչ է, ես վերջին ավանդական հաստ եմ ուզում տալ։ Ես վստահ եմ, որ լիքը մարդիկ կան, որ միտքները ծուռա կոպիտ ասած եւ ասենց տակի խոչը սա, հա, ոնց որ մի հատ փորձել, բայց չեն համարձակվում տեղափոխվել, մի հատ թեկուզ փորձնական, այդ մարդկանց, որ միտքը ծուռա եւ մի քիչ համարձակություն ա պետք, կամ մի քիչ փորձի փոխանակում ա պետք, որ փորձեն տեղափոխվել Մարս կամ գոնե հիբրիդ տարբերակով, հա, կես-կես իրանց ինչ պրակտիկ խորհուրդներ կտաս։ Կռիվ չանես։ Կռիվ չէ, տենց կռիվ չեմ անում, միշտ ուղղակի իմ էջում էլ կիսվում եմ անընդհատ, թե Facebook-ում, թե Instagram-ում, գյուղի կյանքը ցույց եմ տալիս ու ցույց եմ տալիս, որ պետք չէ էլի այն հին մեթոդներով անել այդ ամեն ինչը։ Հիմա գիտությունը այնքան է զարգացել, որ ասենք կարաս ապրես գյուղում, բայց այնքան ամեն ինչ ավելի հեշտ, ավելի մաքուր, մի խոսքով կուզենամ բոլորին խորհուրդ տամ, որ փորձեք ապրել գյուղում, տեսեք ինչպեսի լավ բարի մարդիկ կան, տեսեք, որ խցանումների վրա ձեր կյանքից չի գնալու, ժամանակ չեք կորցնելու, ավելի հանգիստ կնեք, նման որ հողում մի բան ցանեք, անընդհատ սպասելու եք, թե այդ մի հատիկ լոբին երբ է ծլում, անընդհատ ձեր սենց ուշադրության կենտրոնում ա լինելու, պետք չի ամաչել ապրել գյուղում կամ մտածել, որ դու չես կարող ապրել գյուղում, հենց լավ է ինքդ դու կարող ես ապրել գյուղում։ Հենց խորհուրդ կտամ առաջինը գաք մեր գյուղ, մեզ հարևան ու կտեսնեք, որ գյուղում ինչքան լավ է։ Չգիտեմ, պետք է մի փոքր, եթե հայրենաս մարդը ինձ թվում է կտեղափոխվի գյուղ, կփորձի ստեղծի, ոնց են ասում, պետք է ծառ տնկես, տուն սարքես, երեխա ունենաս, հենց գյուղում պետք է գաք ապրեք ու արդեն ինձ թվում է գյուղում ապրելով արդեն հայրենասիրությունը քո մեջ ցույց ես տալիս այդ քայլով։ Իմ համար այդ է կարևոր, որ գյուղերը չդատարկվի։ Խորհուրդ կտամ բոլորին գնալ գյուղեր, ապրեն գյուղերում, տեսնեն ինչքան հետաքրքիր ու հաճելի է գյուղի կյանքը։ Ես մենակ երկու բան կհավելեմ, որ լավագույն մանկությունը գյուղում է, երեքնում, բնությանը մոտ, կենթանիների մոտ արկածներով լի։ Եվ երկրորդը, այսպեսի կարծրատիպ կա, թե Երևան հնարավորություններ շատ են, բայց պետք է ոնց որ պատտել մի հատ հակառակ կողմից նայել, մարզերում են հնարավորություններ շատ, որովհետև դաշտը բաց է, հա, ստեղծագործիր, մրցակցություն չկա, գրեթե չկա, էլի, դաշտը բաց է, շատ ավելի հեշտ կարա ուղղակի պետք է մի քիչ կրեատիվություն, մի քիչ քառակուսինից դուրս մտածել, մի քիչ համայնքային գործել, հա, այսպես կապերով, աշխեն բաներով։ Եվ այսօր թվային միջավայրը բոլորիս կապում է իրար, մարդու ուշադրության մեծ մասը թվային միջավայրն է։ Դե դու այնտեղ կարողացար հաղթես, այնտեղ էլ վաճառք կանես, այնտեղից էլ գումար կվաստակես։ Դե ես էլ եմ դրա օրինակ։ Ես էլ կինս էլ երիտասարդ ենք, այստեղ ենք ապրում Լոռու մարզում եւ մեր եկամուտը բերում ենք առցանց ճանապարհով։ Եվ ասեմ, օրական 3 ժամ ավել ժամանակ ունենք այդ եկամուտը բերելու համար, այսինքն ժամանակը փող է, ուղիղ իմաստ է այստեղ ստանում։ Ես ուրթ անեմ այդ 3 ժամը կորցնում։ Շատ մերսի, Էլինա ջան։ Ամենակարևորը այս շատ ալիքներ ունենանք ու իրենք էլ պետք է ապրեն գյուղում, տեսնեն իսկական մանկություն ու որակով ալիքներ պետք է ունենանք, եւ որ ասում քանակը չի կարևոր, այլ որակը։ Ու ասենք ես իմ բալիկին արդեն հիմքանից ինքը համ սիրում է գյուղը, համ հողի հետ աշխատելը, ինձ թվում է ինքը շատ բարի ու լավ մարդ կմեծանա, որովհետեւ ապրելով այս մանկությունը անհնարավոր վատ մարդ մեծանա։ Ապրես, փաստորեն բալիկների մասին խոսեցիր, այո, պետք է շատ եւ շատ հասարակված երեխաներ ունենալ, ես այդ հարցում քո հետ համամիտ եմ, միքել որոշել ենք, քանզի առիթը բացեցիր, նվազագույնը 4 բալիկ ունենալ, այդ էլ պայքար։ Մենք 6-ից 7 նախատեսում ենք։ Աստված մաղաքի բզիս կհամաձայնի մնացած մենք պատրաստ ենք։ Շատ բարի։ Շատ ապրես, կհանդիպենք արդեն մեր պրակտիկ գործունեության մեջ։ Պարման, շնորհակալ եմ շատ, կապի մեջ կլինենք։ Կապի մեջ։
Հաղորդման գործընկերն է Մարզերի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպություն է, որը տարբեր կամավորական, նախագծահեն կրթաժամանցային ակտիվությունների միջոցով ստեղծում է մարզերի երիտասարդ առաջնորդների ցանց։